Մտահոգ, ծանր ու վտանգավոր օրեր ենք ապրում։ Քանզի Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, գործադրում մեղադրանքներ ու բռնաճնշումներ հոգևորականների նկատմամբ։ Միթե հայոց հայրապետին հրաժարական պարտադրելը հանցավոր ու դատապարտելի չէ։ Քրեական հետապնդում հարուցելը սահմանադրական կարգի եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում չէ։ Միթե շինծու կեղծ մեղադրանքների հիման վրա հոգևորականներին ու եկեղեցուն աջակցող ազգային բարերարին ու հայրենասեր հայորդիներին ձերբակալելը անօրինություն չէ։ Միթե Արցախի հայաթափումը, եկեղեցիների բռնազավթումը, եկեղեցական կանոնների ոտնահարումը հայրենադավություն ու հավատուրացություն չէ։ Միթե ազատ անկախ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր էր պատկերացնել, որ մի օր հրաժարվենք մեր ազգային ինքնության խորհրդանիշներից, ցեղասպանության պահանջատիրությունից։ Մենք խստագույնս դատապարտում ենք հայ ինքնության դեմ ազգակործան այս գործողությունները։ Դրանք հակաօրինական, հակաեկեղեցական, քաղաքական ուժի դրսևորումներ են եւ ունեն հատուկ նպատակ։ Ոտնակող անել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված հայ եկեղեցու ինքնավարության իրավունքը եւ խաթարել նրա բնականոն գործունեությունը, պառակտել ու մոլորեցնել հայ հասարակությանը, նսեմացնել ազգային արժանապատվությունը, ոտնահարել աշխարհասփյուր միլիոնավոր հայորդիների կրոնական զգացումները, կործանել դարավոր այն կառույցը, որ եղել եւ մնում է հայոց պետականության անսասան հենասյունը եւ հայոց ինքնության երաշխիքը։ Մեր կոչն ու հորդորը ձեզ, քանզի հասել է այն ժամը, երբ եկեղեցու շուրջ համախմբված, որպես ճշմարիտ քրիստոնյաներ, պիտի ցույց տանք մեր ազգային հավաքական կամքն ու ոգին, հավատքի աղթական ուժը, մեր աներեր հավատարմությունն ու սերը Սուրբ Էջմիածնին, հանուն ուժեղ Հայաստանի, հանուն հոգևոր հզոր հայրենիքի, հանուն հայոց պետականության անսասանության։ Վստահ եմ, Տիրոջ օգնականությամբ առավել զորացած կհաղթահարենք այս փորձությունները։ Եվ թող ալեկոծյալ այս աշխարհում եւ մեր հայրենիքում ճշմարտությունը եւ ողորմությունը հանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը համբուրվեն։